Տիկին Գալստյանին հարցեր ուղղելու համար հերթագրում։ Խնդրեմ, պարոն Նազարյան։ Երկու կամ երեք հարց կարելի է, թե մի հարց։ Որքան որ կուզեք, պարոն Նազարյան։ Դուք նշեցիք, որ ձեզ մտահոգում է, որ դուք նշել եք, որ անհամատեղություն կա, բայց պաշտոնյան շարունակում է պաշտոնավարել։ Այս դեպքում էլ ձեր աշխատանքի իմաստը որն է, որ դուք ներկայացնում եք ու ինքը շարունակում է պաշտոնավարել։ Խորհրդատվական բնույթ է կրում, իրավական, քրեական հետևանքներ չի ունենում ձեր նշած մատնանշած խնդիրները։ Սա առաջին հարցը։ Երկրորդ հարցը, դուք նաև դիտարկում եք կուսակցություններին եւ նոր ի հայտ եկած հանգամանքներում ես կարծում եմ, ես ուզում եմ տեսնեմ համաձայն եք ինձ հետ, դիտարկեք նաև, թե այս կամ այն կուսակցությունը որքան գումար է ընտրակաշառքի տեսքով բաժանում ընտրողներին։ Իրենք թող հայտարարագրեն, նշեն, որ դա լինի մեղմացուցիչ հանգամանք, ասենք, երբ որ քրեական օրենսգրքի խախտում լինի, իրենք ասեն, տեսեք, մենք նշել էինք, դա պատիժը կմեղմվի, էլի, հետո իրավապահների աշխատանքը կհեշտանա, որովհետև այս ծավալները, որ մենք տեսանք, կարծում եմ, նաև այդ հիմա պատգամավորներ են լինելու, որոնք առերևույթ ակտիվ մասնակցություն են ունեցել, այն որ մենք հիմա նշում ենք, որ այսքան գումար այսինչի վրա ենք ծախսել, այսքան գումար այսինչի, թող ավելացրեք այդտեղ, ասենք ընտրակաշառք, այսքան փող ենք բաժանել։ Դա ավելի ազնիվ կլինի, եթե համաձայն եք, եթե չէ, սա իմ առաջարկությունն է։ Շնորհակալություն, պարոն Նազարյան, խնդրեմ, Տիկին Գալստյան։ Շնորհակալություն, անհամատեղելիության մասին խոսելիս մեր եզրակացությունների ի տարբերություն բարևարկության եզրակացությունների ուղղակիորեն նշված չէ, որ խորհրդատվական բնույթ ունեն, անհամատեղելիության պահանջները օրենքով նախատեսված է, որ հանգեցնում են լիազորությունների դադարեցման, բայց նաև ընթացակարգը հետևյալն է, հանձնաժողովը ներկայացնում է եզրակացություն եւ ըստ օրենքի պաշտոնատար անձը, ով իրավասու է անձի լիազորությունների դադարեցնելու, պետք է քննարկի եզրակացությունը եւ որոշի, թե ինչ է անում։ Որպես կանոն մենք այս դեպքում, երբ որ խախտումները արձանագրել ենք համայնքի ղեկավարների եւ տեղականների վերաբերյալ, որոնց մասով որոշումները կայացնում է ավականին եւ մեզ տեղեկացրել են, որ ավականին քննարկել է, որոշել է, որ չի դադարեցնում, ինչը ըստ էության օրենքի խախտում չէ այս պահին, բայց մենք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին նոր օրենք ենք մշակում արդարադատության նախարարության գործընկերների հետ համատեղ եւ կարծում ենք, որ այս հարցը այն հիմնական հարցերից է, որը մենք քննարկման առաջկա կդարձնենք։ Իհարկե, այնտեղ այն հանգամանքը, որ գրված է անհամատեղելիության պահանջների խախտումը դադարեցման է հանգեցնում, այստեղ երևի պետք է որոշ սանդղակներ դնենք, թե որ խախտումները անհամատեղելիության ինչ էական խախտումներ պիտի լինեն, որ հանգեցնեն, որպեսզի ցանկացած դեպքում դադարեցման չլինի, այո, բայց ամեն դեպքում մենք այդ հարցը առաջիկայում պետք է քննարկենք օրենսդրական փոփոխության շրջանակներում, քանի որ դա պրակտիկայի խնդիր է, բայց պրակտիկայի խնդիրը նաև բխում է թերի օրենսդրական կարգավորումներից։ Կուսակցությունների մասով ես երևի պիտի հումորով վերաբերեմ ձեր հարցին, որովհետև ընտրական տեսեք, ես չեմ կարծում, որ այն գումարները, որոնք այլ կերպ են ծախսվել, որոնք օրենքով նախատեսված չեն, նաև մուտք են եղել կուսակցության հաշվին, դրանք հիմնականում եղել են կանխիկ դրամական միջոցները, որոնք որևէ կերպ չեն արտացոլվում կուսակցության ֆինանսական հաշվետվություններում, կանխիկի մասով մենք արդեն ներկայացրել ենք հաղորդումներ, ընդ որում այս շրջանում ներկայացրել ենք հաղորդում որոշ կուսակցությունների վերաբերյալ եւ տեսել ենք, որ ծախսերը առերևույթ չեն հիմնավորվում օրինական եկամուտներով, կուսակցության ինչը նշանակում է, որ առկա են կանխիկ մուտքեր ու նաեւ կա կուսակցություն, որը ներգրավել է անանուն դրամական միջոցներ բաց նվիրատվությունների հարթակի ինչ-որ հակատոնների միջոցով, ինչը նորից խնդիր է։ Մենք այդ բոլոր դեպքերը փորձում ենք արձանագրել, բայց մեր լիազորությունների շրջանակներում մենք փորձում ենք անել այն, ինչը մեզ ըստ օրենքի վերապահված է, իսկ ընտրակաշառքներով հաշվետվություն վարելը մեզ դեռևս վերապահված չէ։
Շնորհակալություն արձագանք։ Ես արձագանք եմ, որ ասեմ բոլորովին էլ հումոր չի։ Տեսեք, մենք լրացնում ենք այնտեղ այսպիսի տողեր կան։ Արդյոք նվեր վերցրել եք, որը այս գումարից ավելի է, կամ արդյոք այսքան ավելի գումար ծախսել եք, չգիտեմ, հանգստի կամ ինչի համար։ Դա այդ բաները նշած է։ Հիմա մարդը ակտիվ ներգրավում է ունեցել փողաբաժանությանը։ Այս երկրի դեմ ծանր հանցագործություն արել։ Այդ մարդուն հնարավորություն չտանք ինքնախոստովանվելու, որ հետո գրի, որ ես, գիտեք, անցած տարի այսքան փող ծախսել եմ։ Դա մեղմացուցիչ հանգամանք կդիտվի, մենք կասենք այո, շնորհակալություն, տեսեք ինչ ազնիվ, ասենք, պատգամավոր է եւ բան անում, այդ մասին ահազանգում է։ Կարող է ինքը այդ միջոցը ունի միայն հայտնելու հանցագործության մասին, երբ որ լրացնում է այդ հայտարարագիրը։ Մենք պետք է մարդուն հնարավորություն տանք ուղղվելու։ Ճիշտ է, այսօր Ռուբինյանը ասաց, որ արդեն էլ չեն ուղղվի վերջ, բայց ես լավատես եմ, կարծում եմ կարող ուղղվեն, հասկանան, որ վատ բան է փող բաժանել եւ դրթել այս կամ այն ընտրությանը եւ առավել եւս շատ վատ բան է փող վերցնել ու գնալ քվեարկության։ Գիտեք, դա ավելի ծանր հանցագործություն է, կան, ասենք, ինչ-որ համատեղելիության խախտումով ինչ-որ պաշտոն զբաղեցնելը կամ պատահաբար 1000 դրամի ավել նվեր վերցնելը, քան նախատեսված է օրենքով։ Այս կարծում եմ լուրջ խնդիր է, մենք սրանով արդեն պետք է զբաղվենք։ Եթե շարունակելու ենք թույլ տալ փող բաժանեն, մենք այս ավանդույթը պետք է մտցնենք։ Կամ փող բաժանողները քաղաքականությունում տեղ պետք է չունենան։ Եվ ոչ թե բերենք եւ ասենք, «Այ, ինչ լավ, եկեք ազգային ժողով, հարցեր քննարկեք, հարցեր տվեք»։ Ու դա կլինի վարակիչ։ Ինչու ոչ։ Չէ, ինչու մենք էլ չվերցնենք փող, ինչի մենք էլ չբաժանենք։ Դրա համար սա շատ ավելի ես կարծում եմ դուք էլ պետք է նախաձեռնություն հանդես բերեք, որ այդ հարցը մենք գոնե այդ ձևով լուծենք։ Շնորհակալ։ Խնդրեմ Տեկին Գալստյան, ինչ կասեք ձեր նախաձեռնություն հանդես բերելու մասին։ Ես բնականաբար համաձայն եմ, որ դա շատ ավելի լուրջ արարք է ու դրա համար քրեական պատասխանատվություն է նախատեսված եւ հենց դրա համար է, որ հանձնաժողովը չի լիազոր մարմինը, այդ անհամատեղելիություն եւ այլն, որ ասում եք, սա կանխարգելիչ մարմին է, այստեղ հանցագործություններ քննող չենք, դրա համար հանցագործություններ քննող մարմինը հակակոռուպցիոն կոմիտեն ինքնին արդեն զբաղվում է։ Նախաձեռնության մասով, եթե օրենսդիրը որոշի, որ դա պետք է որևէ կերպ արտացոլվի հաշվետվություններում, մենք բնականաբար ենթաօրենսդրական ակտերում փոփոխություն կկատարենք։